Թանկագին եկեղեցի ողջունում եմ բոլորիդ։ Եթե քեզ թվում է թե դու մենակ ես, եթե քեզ թվում է թե քո խնդիրները այնքան անլուծելի են ու դու չես կարողանում անցնես ու մեկը չկա քեզ հասկանա, կա չէ այդպիսի բան, որ մտածում ես քեզ ով կհասկանա։ Ամենաբարդ, ամենաանլուծելի խնդիրը քոնն է ու չգիտես ինչ անես։ Սիրելիս, Հիսուսը քեզ հետ է։ Հիսուսը քեզ հետ է ամեն ժամանակ։ Ամեն։ Հիմա կասես ոնց է հենց այդ որ չեմ նկատում։ Եկեք խոստովանենք, որ մեր աչքերը լավ տեսնում են, մենք լավ զգում ենք, բայց ժամանակ առ ժամանակ մեր տարանթալներին էլ տանը չենք նկատում։ Լինում է այտենց թե չէ։ Այնքան զբաղված ես, այնքան հոգսաշատ ես, այնքան է քո միտքը ծանրաբեռնված, որ նույնիսկ տան անդամներին չես նկատում։ Լինում է ձեր հետ այտենց բան։ Լինում է, չէ՞, այտենց, որ մեկ-մեկ այնքան է զբաղված տան անդամները քեզ համար չեն երևում։ Սիրելիս, եթե ֆիզիկապես քո տան անդամները ժամանակ առ ժամանակ քո աչքին չեն գալիս ու չեն երևում, ինչքան առավել եւս, երբ որ Հիսուսը, որ չի երևում մարմնապես, ֆիզիկապես, բայց նա ներկա է ամեն ժամանակ, ու եթե մենք չլինենք ուշադիր Տիրոջը, Տիրոջ ձայնին, ապա Հիսուսին էլ չենք նկատի։ Այսօր ուզում եմ խոսեմ, սիրելիներս, հավատքի եւ սրբության մասին։ Հավատք եւ սրբություն։ Գիտեմ, որ բոլորս էլ ունենք հավատք։ Բոլորս էլ հավատում ենք ու ժամանակ առ ժամանակ այնց հետաքրքիր իրադարձությունների եմ հանդիպում, որ շատերն ասում են իմ հավատքը ավելի ուժեղ է, քան քոնը, ես ավելի շատ եմ հավատում, ու մեկ-մեկ sense նայում ես, տենում ես մարդիկ հավատքի մրցում են կպնում։ Հա? Հավատքի մրցում են կպնում, sense այն մեկը ավելի է հավատում, այն մեկը քիչ է հավատում, չգիտես, փորձում են մեկը մեկի ապացուցեն, որ իրանց հավատքը ավելին է, քան մյուսինը։ Թանկագիններս, բոլորը ունեն հավատք։ Ամեն մեկը իր չափով ունի հավատք։ Բայց այդ հավատքը, որի մասին հիմա ես խոսում եմ, դա մեր բնական մարդկային հավատքն է, որ Աստված դրել է մեր ներսում։ Դա մի հավատք է, որ բոլորն էլ հավատում են, մեկը հավատում է գարասկոպներին, մեկը հավատում է սուիվերիաներին, սնահավատության, մեկը հավատում է սիրելիները սնավիդենյա գրքերին, այսինքն երազահաններին, մեկը հավատում է բաղդ բացողներին, փակողներին, մեկը հավատում է, չգիտեմ, սև կատվին եւ այլը, մեկն էլ հավատում է, մտածում է հավատում է Աստծուն, բայց իր ձևով, իր չափի մեջ։ Սիրելիներս, դա մեր մարդկային հավատքն է, որ երբ որ այդ հավատքը լինում է անդաստիարակ, ինքը ինչին ասես կհավատա։ Հա? Ու մենք մարդ լինելով մեծ մասամբ սկսում ենք մեկս մեկի հետ մրցել այ հենց այդ հավատքով։ Մեկս մեկի հետ մրցում ենք։ Ասում ենք իմն ավելի ուժեղ է, չէ, ես ավելի ուժեղ հավատքում եմ։ Ու շատ անգամ լսում եմ այսպիսի արտահայտություն քրիստոնյաների մեջ։ Ասում են, այ իր հավատքը ուժեղ է։ Ու մտածում ես, այդ ինչ հավատք է, որ իր հավատքը ուժեղ է։ Այդ ո՞նց է դրսևորվում, որ իր հավատքը ուժեղ է։ Բայց Հիսուս Քրիստոսը մի կարևոր բան է ասում մեզ։ Մարկոսի 11-րդ գլխի 22-րդ խոսքում։ Էլի գնում էր հավատքի մասին երևի զրույց, ու Հիսուս Քրիստոսը ասաց նրանց. Աստծո հավատքը ունեցեք։ Աստծո հավատքը ունեցեք։ Հիսուսը գիտեր, որ բոլորն էլ հավատք ունեն, բայց Հիսուսը մի կարևոր բան ասեց. սիրելիս, ես գիտեմ, որ դու հավատք ունես, ես գիտեմ, որ դու հավատում ես, բայց շատ կարևոր է, որ դու Աստծո հավատքը ունենաս։ Ու Հիսուս Քրիստոսը խոսում է մի կարևոր բանի մասին, որ Աստծո հավատքը դա գերբնական հավատք է։ Դա մեր մարդկային հավատքը չի, որ ինչ որ տեսնում ենք, ինչ որ լսում ենք, հավատում ենք, ինչ էլ որ չենք տեսնում, չենք հավատում։ Լսել եք օրինակ այսպիսի մի բան, ասում է մեկը որ մի բան ասում, ինչ ես ասում, ասում ես միջև աչքովս չտենամ, չեմ հավատա։ Միտեղ էլ ասում ենք միջև այստեղ չլնի ձեռներիս մեջ շոշափեմ, չեմ հավատա։ Հիմա հարց, նման է այդ հավատքը Աստծո գերբնական հավատքին, թե դա մեր մարդկային հավատքն է։
Շատ ժամանակ ուզում ենք տեսնենք, որ հավատանք, ուզում ենք շոշափենք, որ հավատանք։ Թովմասն էլ էր ուզում։ Հիշում եք աշակերտներից մեկը, Թովմասը, Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը, ուրեմն այս պատմությունը սկսվում է ասենց, Հիսուս Քրիստոսը երբ որ խաչվեց, մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ, Հիսուս Քրիստոսը հետո մի քանի անգամ երևաց իր աշակերտներին։ Մահացավ, հարություն առավ, որովհետև մահը Հիսուս Քրիստոսի վրա չունի իշխանություն, սիրելիս։ Եթե մահը Հիսուս Քրիստոսի վրա չունի իշխանություն, ուզում եմ քեզ հարցնեմ, կան այստեղ մարդիկ, որ Հիսուս Քրիստոսինն են։ Ամեն։ Եթե մենք Հիսուս Քրիստոսինն ենք, ապա մահը մեր վրա էլ չունի իշխանություն։ Հիսուս Քրիստոսը մահացավ, երրորդ օրը հարություն առավ ու հետո մինչև համբարձվելը երևաց աշակերտներին ու աշակերտներից շատերը տեղում չնելելու պատճառով չգիտեին, որ Հիսուսը երևացել է։ Ու այս Հովհաննեսի 20-րդ գլուխ 24-ից 29 խոսքերում շատ հետաքրքիր է, ասում է, բայց Թովմասը 12-ից մեկը նրանց հետ չէր, երբ որ Հիսուսը երևաց։ Մյուս աշակերտները սկսեցին Թովմասին պատմել, որ գիտես, Հիսուսը եկել է, երևացել է, մենք տեսել ենք, հետը շփվել ենք, զրուցել ենք։ Ու աշակերտները սկսում են ոգևորված Թովմասին պատմել, բայց Թովմասը ինչ է պատասխանում, մինչև նրա ձեռքերի մեջ այդ անցքերը, այդ բևեռները, այդ նշանները չտեսնեմ եւ իմ մատը չդնեմ բևեռների, այսինքն այդ ձեռքի վնասվածքների տեղը եւ իմ ձեռքը չմտցնեմ նրա կողը, չեմ հավատա։ Հիմա հարց, եթե դու լինեիր Թովմասի տեղը, ինչ կանեիր։ Հիմա դու լինեիր Թովմասի տեղը ու քեզ ասեին, գիտես ինչ կա, Հիսուսին տեսել ենք։ Կհավատայիր թե չէ։ Թովմասը մեր նման մարդ էր։ Մենք էլ ասեմ, որ Թովմասի նման ենք։ Որովհետև ժամանակ առ ժամանակ, երբ որ Աստծո խոսքը խոսում ենք Աստվածաշնչից, մենք սկսում ենք տեղեր վերցնել ու անհավատալի բաներ ենք լսում։ Գիտես ինչ է տեղի ունենում։ Միգուցե շնորհքից ելնելով ասում ես ամեն, բայց քո ներսում մեկը ասում ես, բայց ես չեմ զգում, բայց ես չեմ տեսնում, միջև չտեսնեմ, միջև չշոշափեմ, ոնց որ թե չեմ կարում հավատամ։ Սիրելիս, այդ դա մարդկային հավատքն է։ Այդ այն մարդկային հավատքն է, որը չի կարող հավատա գերբնական բաներին։ Մարդկային հավատքը հիմնված է նրա վրա, որ մենք անպայման պետք է տեսնենք, շոշափենք, նոր հետո հավատանք։ Բայց Հիսուս Քրիստոսը խոսում է գերբնական հավատքի մասին, ու ասում է աստվածային հավատքը շատ կարևոր է, որ դուք ունենաք։ Հա? Ու շարունակությունը եւ 8 օրից հետո, երբ որ Թովմասը իր թերահավատությունը, անհավատությունն է ցույց տալիս ու ասում է միջև չտեսնեմ, ձեռք չտամ, չեմ հավատա, 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, հավաքվել էին միասին եւ Թովմասն էլ էր նրանց հետ։ Հիսուսը դռները փակ լինելով եկավ նրանց մեջ կանգնեց եւ ասաց. խաղաղություն ձեզ։ Ասում է դռները փակ էր ու Հիսուսը այդ փակ դռներով մտավ ներս ու կանգնեց աշակերտների մեջ։ Ես պատկերացնում եմ, որ Թովմասը ոնց էր վախեցել։ Որովհետեւ այն աշակերտները էլի տեսել էին Հիսուսին, բայց Թովմասը հələ դեռ չէր տեսել։ Ու երբ որ մտավ ներս, ասեց խաղաղություն ձեզ։ Ոնց եմ սիրում Հիսուսի այն հռչակումները։ Գիտի, որ պետք է վախենան, չէ՞։ Ասեց խաղաղություն ձեզ։ Թող իրականում Տիրոջ խաղաղությունը իջնի մեր բոլորիս վրա, սիրելիներս։ Չնայած քո դժվարություններին, չնայած քո կյանքի այն ծանր իրավիճակներին, չնայած այն խնդիրներին, որ կա քո կյանքում, Հիսուս Քրիստոսը ասում է. հոգսեր ունես, ինչ որ հոգսաշատ եք, ինչ որ խնդիրներ կա, որ ասես մտածում ես, այստեղ նստած ես, բայց հələ դու մտածում ես, թե ոնց այդ խնդիրները կլուծես։ Հիմա դու ստեղ ես մարմնով, բայց մտքով ստեղ չես։
Հիսուսն ասում է խաղաղություն ձեզ։ Կարաս վերցնես Տիրոջ խաղաղությունը հավատքով։ Քո հավատքով մարդկային չվերցնես, կորցնելու ես։ Թող Աստվածային գերբնական հավատքը լցնի քեզ, ու այդ հավատքով այդ խաղաղությունը վերցրու, ամեն, որովհետև Տիրոջ համար անհնարին ոչինչ չկա։ Ու շարունակում է հետո Թովմասին ասաց. «Բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը մտցրու եւ մի լինիր անհավատ, այլ հավատացյալ»։ Եվ Թովմասը, երբ որ տեսավ Հիսուս Քրիստոսին, ինչ ասեց. «Ով իմ Տեր եւ ով իմ Աստված»։ Ինչ լավ է, չէ, երբ որ տենում ես միանգամից հավատքդ ու զորանում է։ Բայց Հիսուսը մի կարևոր բան է ասում. մի եղիր անհավատ, սիրելիս, եղիր հավատացյալ, եղիր հավատքի մարդ։ Եվ Հիսուսը շարունակեց, Հիսուսը նրան ասաց. հավատացիր, որովհետև տեսար։ Երանի նրանց, որ չեն տեսել, բայց հավատում են։ Երանի նրանց, որ չեն տեսել, բայց հավատում են։ Բալա ոնց չենք տեսել, բայց ոնց հավատանք։ Չենք տեսել, բայց հավատում ենք, որովհետև Տիրոջ խոսքը կենթանի զորավոր խոսք է, սիրելիս։ Աստծո խոսքը բացում է մեզ, մենք չենք տեսել Հիսուս Քրիստոսին, մենք չենք տեսել Աստծուն, բայց Տիրոջ խոսքը բացում է մեզ Տիրոջ էությունը, Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը, եւ երբ որ մենք լցվում ենք Տիրոջ խոսքով, ապա Տիրոջ ներկայությունը սկսում է մեր մեջ բացահայտ գործել։ Ամեն։ Հռոմեացիս 10:17 խոսքում ասում է. ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Շատ կարևոր է այս խոսքը, որովհետեւ հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո խոսքից։ Ինչ ենք լսում մենք, դա մեր մեջ հավատք է ձևավորում։ Ինչով ենք մենք լցվում, դրանով էլ ձևավորվում է մեր բնավորությունը, մեր էությունը եւ դրսևորվում են մեր գործերը։ Դրա համար Աստծո խոսքն ասում է. հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Ես ինչ հավատացյալ լինելը, սիրելիներս, ես էլ եմ եղել աշխարհիկ։ Ու ապրել եմ աշխարհիկ կյանքով, բոլորիս պես, ինչպես որ բոլորն են ապրում, ես էլ եմ հավատացել շատ տարբեր բաների։ Անկեղծ ասած, մի քիչ աշխարհիկ անհավատ եմ եղել։ Աշխարհիկ անհավատը գիտեք որն է։ Օրինակ են սուիվերյաներ, այսինքն սնահավատություններին շատ չէի հավատում։ Աստղագուշակություններին չէի հավատում։ Բայց հետո, երբ որ մի հատ ընկեր ունեի, այս ընկերոջս հետ երբ որ դուրս էին գալիս միասին աշխատանքի, առավոտյան երբ որ մի հատ սև կատու էր անցնում, այս ընկերը շրջվում էր, գնում էր մի 3 կվարտալ ենկոմ, ուրիշ ճանապարհով էր գնում, որ հանկարծ գործերը չխափանվի։ Ես էլ միշտ ծիծաղում էի իր վրա ու ես էլ անցնում էի հանգիստ այդ սև կատուն ինձ համար խնդիր չէր, որովհետև ես չէի հավատում դες բաների։ Ու գիտեք հետաքրքիրը որն է։ Որ գնում էինք աշխատանքի, իմ գործերը նույն գործն էինք անում, իմ գործերը լավ էր լինում, իրան անհաջող։ Ասում եմ, կարող է այն կվարտալով, որ անցել ես, ընդեղ էլ հետևից տա սև կատուն ասել։ Գիտեք, մտնում ես մարդկանց տուն, տեսնում ես աշկուլունք, փուշ, չգիտեմ ինչ, հավատում են, որ դրանք կախեն, իրանց գործերը կդզվի, մարդ գիտեմ տունը գիտես ինչ է պահում, երեխեք գործ, վրան էլ լիքը փողեր, բերանից էլ կոպեկ, ու ամեն օր այդ գործի վիզը սենց անում։ Տով փողի ծառ են դնում տունը ու հավատում են, որ այդ ծառը իրանց կորտնի ու նայում ես, ասում ես, մայ մամա ջան, այս մարդիկ ինչերի են հավատում, հասկանում ես, որ դու այդ մարդկանց առաջ շատ անհավատ ես, որտեվ դու չես կարողանում դες բաների հավատաս։ Հետո անցան տարիներ, ու ես ընկերոջս հետ ինչքան շփվեցի, այդքան այդ սև կատուն ինձ վրա էլ սկսեց ազդել։ Ընդհանրապես խոսքը մի լավ բան ասում, Աստծո խոսքը ասում է, չար ընկերակցություններից հեռու մնացեք, որովհետև ակպականում եք բարի վարքը։ Հռոմեացիների խոսքն էլ ասում է, հավատքը լսելուց էլ լսելը Աստծո խոսքից։ Ես չէի հավատում այդ սուիվերյաներին։ Օրինակի համար ասում էին,
դուրս ես գալիս ու մեկ էլ տենում ես դատարկ վեդրով միայն հարևան տատին դեմովը տանցնա, թե չէ էլի շո, այդ օրը կատաստրոֆա, ես չէի հավատում, սիրելիներս, բայց հետո հասկացա, որ իրականում չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Ու հետո հասկացա, ինչքան ես այս ընկերոջս հետ շփվեցի, ինչքան իր արգումենտները, փաստերը լսեցի, այնքան սկսեցի այդ սև կատվից վախենալ։ Ու հետո սկսեցին վրա ազդել այդ սև կատու։ Մի հատ էլ արդեն սեփականաշնորհած հարևան շենքում մի հատ տատի ունեի, Վեդրոն դատարկ։ Երբ դուրս էի գալի աշխատանքի, այդ տատին դուրս էր գալի իմ առաջ ու գործերս թարսվում էր։ Հետո սկսեցի հավատալ արդեն այդ գարասկոպներին, կենթանակերպի նշաններին։ Այնպես որ սիրելիներս իրականում բանից պարզվում է, ինչ որ քո ականջը լսում է, ընկնում է քո սիրտը ու դա հավատք է ձևավորում։ Ու եկեք հասկանանք, որ կա աշխարհի մարդկային բնական հավատք, որը լցված է աշխարհիկ տարբեր տեսակի անհավատալի բաներով, այսինքն աղբով։ Ու մենք դրանում ապրում ենք ու չենք էլ պատկերացնում, որ ինչով ենք լցված, ինչերի ենք հավատում։ Մարդկա մտածում է միջև օրս, որ եթե մոմ չվառի, իր աղոթքը երկինք չի հասնի։ Երևի այդ մոմը լուսավորում է իր աղոթքի ճանապարհը։ Սիրելիներս, Աստվածաշնչում գրված ամեն մի խոսքը, ամեն մի պատմությունը իր մեջ գերբնական զորություն է պարունակում։ Եվ ամեն մարդ, ով ընդունում է Աստծո խոսքը, վստահում է Աստծո խոսքին եւ հավատքով սպասում Աստծո խոստմունքներին, նրա ներսում սկսում է ձևավորվել աստվածային հավատքը։ Դրա համար էլ Հռոմեացիների 10-րդ գլխում ինչ է ասում, ասում է հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Եթե մենք ուզում ենք Հիսուս Քրիստոսի ասած աստվածային հավատքը ունենանք, ապա աստվածային հավատք ունենալու համար Հռոմեացիների մեջ ասում է հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Աստվածաշնչում էլ գրված ամեն մի խոսքը, ամեն մի պատմությունը իր մեջ այդ գերբնական զորությունն է պարունակում, երբ որ դու լցվում ես դրանով, քո ներսում սկսում է ձևավորվել Հիսուս Քրիստոսի խոստմունքը, աստվածային հավատքը, սիրելիս։ Բայց սա սկսում է ձևավորվել ու զորություն է դառնում այն մարդկանց մեջ, ովքեր որ ընդունում են Աստծո խոսքը, ովքեր որ վստահում են Աստծո խոսքին եւ ովքեր որ հավատքով սպասում են Աստծո խոստմունքներին։ Հիմա կասես, ինչի մարդ կա, որ չի հավատում, կամ չի վստահում, կամ չի ընդունում։ Եկեք խոստովանենք, որ բազմաթիվ անգամ եղել է այնպես, որ դու Աստվածաշունչը սկսել ես ընթերցել, կարդալ, ու այդ օրը ոչ մի բան չես ընկալել։ Ու ոչ մի բան քեզ համար հայտնություն չի դարձել։ Կամ ընթերցում ես, կարդում ես, ու մեկ էլ այդ խոսքը ոնց որ թե հակառակվում է, այսինքն դու սկսում ես հակառակվել խոսքին, քո բնավորության ու քո գործերին համապատասխան չի, ու չես ընդունում։ Եղել է այդպես։ Բոլորի մոտ է լինում է, որ կարդում ու բան չի մտնում, ոնց որ փակ լինի։ Կամ կարդում ես ու մեկ էլ տենում ես, մի բան ես մտածել, որ պիտի անես, ներսը տեփում է, մեկ էլ հանկարծ Աստվածաշունչը բացում ես ու թարսի պես անես տեղ անգել, որ հակառակվում է քեզ։ Ասում ես, այ Աստված ջան, կլինի այս տեղը համաձայն չեմ սրա հետ։ Դե Տերը օրհնի քեզ։ Որ դու համաձայն ես ճշմարտության հետ ու չես ընդունում, չի նշանակում, որ դա ճշմարտություն չի։ Դրա համար շատ կարևոր է, սիրելիս, ու այս աստվածային գերբնական հավատքը գործում է այն մարդկանց մեջ, ովքեր որ ընդունում են Աստծո խոսքը։ Ես տեսնում եմ, ստեղ բոլորդ էլ ընդունում եք, չէ՞ Աստծո խոսքը։ Փառք Աստծո, Տերը օրհնի ձեզ։ Ընդունում է Աստծո խոսքը, վստահում է Աստծո խոսքին եւ հավատքով սպասում է Աստծո խոստմունքներին։ Ամեն։ Հռոմեացիների 10:11-ում գիտեք ինչ է ասում։ Որովհետեւ ամեն ով որ հավատում է Հիսուս Քրիստոսին,
Ամեն ով որ հավատում է Աստծո խոսքին, ամեն ով որ հավատում է Տիրոջ խոսքը, ու ընդունում է Տիրոջ խոսքը, ասում է նա չի ամաչի։ Մենք երբ որ մեր հավատքի վրա ենք հիմնվում, սիրելիներս, այնքան բաներից կարանք ամաչենք։ Օրինակ, մի հատ sense օրինակ բերեմ։ Կա մարդ, որ ծնված օրվանից մինչև հիմա ապրում է ու իրան ստիպել են, որ այտենց ապրի։ Թե ամեն մեկս ապրում ենք այնց, ոնց որ մենք կառուցել ենք, մենք ինքներս ենք, չէ՞ կառուցել մեր կյանքը։ Մեզ չեն ստիպել, չէ՞ sense ապրենք։ Հիմա հարց եմ տալիս։ Հիմա երբ որ դու նայում ես քո կյանքին, դու սա ես երազել, թե ավելի լավ բաներ ես երազել։ Բայց մինչև սրան հասնելը դու հավատացել ես, չէ՞ որ այ սենց կքայլեմ, սենց կգործեմ, սենց կանեմ ու լավ կլինի։ Մեր մարդկային հավատքը շատ ժամանակ մեծ մասամբ մեզ ամոթով է թողում։ Բայց երբ որ մենք հավատում ենք ու վստահում ենք Աստծո խոսքին, Աստծո խոսքն ասում է Հռոմեացիների 10:11-ում, որ ասում է Աստված մեզ ամոթով չի թողի ու մենք չենք ամաչի։ Ամեն։ Երբ որ ես նոր հավատքի եի եկել, հետաքրքիրը գիտեք որն է։ Օրինակ մի հատ հարց տամ ձեզ։ Դուք որ հանդիպում եք աշխարհիկի, մեկ էլ հանդիպում եք հոգևոր մարդու։ Որն է ձեզ համար ավելի հաճելի, աշխարհիկը թե հոգևորը։ Հոգևորը։ Իսկ հələ մի հատ հարց տամ մենոից։ Մինչև հավատքի գալը, երբ որ հանդիպում եք աշխարհիկի ու հոգևորի, որն է ավելի հաճելի ձեզ։ Աշխարհիկը, չէ՞։ Հա։ Ահա։ Երբ որ ես եկա հավատքի, սիրելիներս, դե աշխարհից եմ եկել։ Իմ շրջապատն էլ, իմ բարեկամությունն էլ, իմ հարազատությունն էլ, բոլորը դե աշխարհիկ են։ Հոգևոր մարդ չկար այնտեղ։ Ու երբ որ եկա հավատքի, չգիտես ինչի ես աշխարհիկ բարեկամներս ոնց որ մի հատ միսիա վերցրեցին իրանց վրա, որ ինձ փրկեն հավատքից։ Լուրջ միսիայի մեջ մտան բոլորը։ Զանգեր, գալ, տեսնել, խրատել, չգիտեմ, այնտեղ հանդիմանել, ու բոլորը փորձում են ինձ փրկեն, ոնց որ Սևանում խեղդվելուց ելնեի։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ իրականում այտենց էլ կա։ Ձեզ մոտ էլ, ձեր կյանքում էլ կան ընկերներ, հարազատներ, բարեկամներ աշխարհիկ, որ գիտես ինչ են ասում են, այ մարդ մի խորացի։ Հավատա, բայց մի խորացի։ Կա, չէ՞ այտենց։ Ահա, փառք Տիրոջը։ Մի խորացի ոնց որ Սևանում խեղդվելուց ելնես, այ մարդ ուր խորանամ։ Չեմ խորանում։ Դա կյանքն է, որը ես գնում եմ։ Մենք չենք խորանում խեղդվելու համար, խորանում ենք կյանք ունենալու համար, ապրելու համար։ Ասում են մի խորացի, եկեղեցի գնալը պարտադիր չի։ Ձեզ էլ են ասել այտենց։ Եկեղեցի գնալը պարտադիր չի։ Դու քո մեջ հավատում ես, հերիքա, բավական է։ Այ մարդ ասում եմ, ես իմ մեջ որ հավատացել եմ, եկեղեցի չեմ գնացել, չեմ խորացել, ես նույն աշխարհիկ մարդն եմ եղել։ Բայց երբ որ գնաս եկեղեցի, երբ որ խորանում ես, այդ ժամանակ կյանքդ սկսում է փոխվել։ Այդ ժամանակ ես փոխվում։ Բայց աշխարհը չի ուզում, սիրելիս, աշխարհը չի ուզում իրանից կտրվես։ Աշխարհը ուզում է հələ քեզ ինչ որ բաներով էլ երևի պահել է։ Միտեղ քեֆ ուրախություն մի բաժակ խմելը դե մեղք չի։ Դե ծխելը հիմա ավելի հոգևոր սիգարետներ են դուս եկել էլեկտրոննի։ Դրանք հոգևոր են, դրանցով երկինք կարելի է գնալ։ Հա? Բանը չափանիշներ են դրել, շատերը իրանց համար չափանիշներ են դրել, գիտեք, չէ, ասում է դե երկու բաժակից ավել խմես մեղք կա, երկու կամ մեկ բաժակ խմելը մեղք չի։ Շաբաթը մի անգամ գարեջուր խմելը ոչինչ։ Դե այն ժամանակվա նման ամեն օր չեմ խմում։ Ու սենց նայում ես մարդիկ իրանց համար չափանիշներ են դնում ու կարծես թե նոր Աստվածաշունչ են գրում։ Իրականում աշխարհը այնց բաներով է բռնում ու պահում, չի թողում։ Չի ուզում դու ամբողջովին ձեռից պրծնես ու մտնես Աստծո մեջ։ Գիտես, չէ, բացի այդ արտաքին երևույթներից կա նաև բնավորության գծեր։ Այն որ ասում է, դե դա ժառանգական է։ Քերուս եմ քաշե, պապուս եմ քաշե, տատուս եմ քաշե, նախանց, չարաճք, չկամեցող, նեղացկոտ, բամբաս, այ մարդ ասում ես, տատդ, պապդ շուտ մեռ է գնացել են, այդ խեղճերի վրա շառը մի գցի,
արի դու ապաշխարի պրսնենք։ Ժառանգական չկա ոչ մի բան, սիրելիս։ Դա աշխարհի էությունն է, որ ձևավորվում է մարդկանց մեջ։ Ու եթե մենք դրան տեղ ենք տալիս ու բռնվում ենք դրանից, ինքն էլ մեզ է բռնում ու չի թողում, որովհետև դու աշխարհի զոհն ես։ Ինքը քեզանով է իրեն ճակերտավոր Տերը զգում, աշխարհը, ճակերտավոր Տեր։ Այսինքն, քանի դեռ դու իր ճիրանների մեջ ես, ինքն է քո Տերը։ Եթե ունես քո կյանքում խմիչք, էլեկտրոնի սիգարետ, տարբեր տեսակի տենց երևույթներ, որոնց մասին խոսում ենք, որոնք հələ դեռ քեզ քաշած պահում են աշխարհի մեջ, սիրելիս, բաց թող։ Բաց թող աշխարհը թող գնա քո կյանքից։ Որովհետև քանի դեռ աշխարհը կա քո կյանքում, զբաղեցնում է Աստծո տեղը։ Թույլ տուր Աստված ամբողջովին դառնա քո Տերն ու Տիրակալը, ամեն։ Այսօր դու որոշում կայացրու, ստեղից դուրս գաս ու ամբողջ կյանքը շարունակես Աստծո հետ քայլես, թե ստեղից դուրս գաս ու նորից աշխարհը մտնի թևդ ու քեզ տանի գինետուն կամ էլ մեղքի տուն։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 32-ից մինչև 33 խոսքերը գրված է այսպես. Արդ հիշեցեք առաջին օրերը, որ դուք լուսավորվելուց հետո շատ չարչարանքների համբերեցիք, երբեմն նախատիկների եւ նեղությունների մեջ խայտարակվեցիք եւ երբեմն էլ այնպիսիների վիճակում լինողների հետ մասնակից եղաք։ Այս խոսքը ինչ ասում, ասում արդ հիշեցեք, երբ որ դուք նոր ապաշխարեցիք, լուսավորվեցիք Տիրոջ խոսքով, հիշեցեք, թե ինչ նեղությունների մեջով անցաք, ինչ խնդիրներ կային, ինչ հարձակումներ, փորձություններ էր գալիս ձեր կյանքում, նախատում էին, խրատում էին, հալածում էին, ասում նույնիսկ ոմանց նախատիկներին էլ մասնակից եղաք։ Մի մոռացեք, որովհետև Տիրոջ խոսքը ուզում է մեզ հիշեցնի, որ լուսավորվելու համար լույսը գին արժե։ Աստծո փրկությունը գին արժե, սիրելիս։ Աստծո խոսքով լցվելը գին արժե։ Աստվածային հավատքով շարժվելը գին արժե։ Նախատիկներ կկրես, կխրատեն, կխոսեն, կհանդիմանեն, փորձություններ կգան, խնդիրներ կգան, բայց Տիրոջ խոսքն ասում է մի մոռացի, որովհետև այդ աշխարհն է բերելու այդ հոգսը, բեռը, խնդիրը, էմոցիաները, զգացմունքները, այդ բոլոր ցանկությունները աշխարհը նորից բերելու է, որ քեզ խեղդի դրանով։ Ասում է, բայց դու մի մոռացի, թե ինչ քաղցր ու անուշ է, երբ որ դու լուսավորվեցիր Տիրոջ խոսքով, երբ որ այդ փրկությունը ստացար։ Քաղցր ու անուշ է, չէ՞։ Գիտեք ինչի համար է Տերը զգուշացնում, որովհետև երբ որ մենք քայլում ենք լույսի ճանապարհով, խավարը միշտ էլ փորձություններ է բերելու։ Օրինակ բերեմ ձեզ իմ կյանքից անձնական։ Վազում ես Տիրոջ մեջ, ծառայությունների մեջ, ծառայություններով լցված, հետաքրքիր սենց կյանքդ լի է Տիրոջ ներկայությունով, սատանան էլ չգիտի որտեղից հարձակվի, մեկ էլ հանկարծ ինչ որ միտեղից մի հատ նամակ է գալիս։ Ու այս նամակը գալիս է մոտավորապես մի 5-6 տարի առաջվա խնդիր ունեցած այդ երևույթից, այսինքն 5-6 տարի առաջ ինչ որ խնդիր է եղել, որի հարցերը լուծվել է, ու մեկ էլ հանկարծ ամեն հարց լուծված է, ու ես հանգիստ ծառայությունների մեջ ուրախությամբ շարժվում եմ, այս աշխարհի դուրը չի գալի, որ դու ուրախ ես Տիրոջով։ Այս աշխարհի դուրը չի գալի, որ լուսավորվել ես ու Աստծո հետ ես քայլում առաջ, հաղթանակներ ես ունենում, որովհետև ինքը պարտություն է կրում, երբ որ դու հաղթանակ ես ունենում։ Ու գիտես ինչ անում, ինչ որ միտեղից սենց ուզում է բսկտի, ցավացնի։ Մեկ էլ մի հատ նամակ եկավ։ 5 տարի առաջ տեղի ունեցած ինչ որ մի խնդիր, որը նորից գլուխ է բարձրացրել։ Ու այդ ծրարի մեջ գրված է մի հատ մեծ գումար, որ կարծես թե ես պետությանը պարտքեմ։ Պատկերացնում եք, ու ես վերցրել եմ այդ ծրարը, ինքն էլ գիտես չէ, փոքր ծրար չի, սենց մի հատ մեծ, սենց որ աշկերտ փակես էլ մեկը ինքը երևալու է։ Ես երբ որ այդ ծրարը վերցրեցի ու
Ընթերցեցի մեջի պարունակությունը, կարդացի ինչա գրված, սկզբից գիտեք ինչ ալնում։ Առաջի երթին գալիս է միտք։ Տեսար, հավատացյալ ես։ Աստծո մեջ ես։ Աստված քեզ ինչով է փրկում։ Աստված ինչ է անում քո կյանքում։ Տենում ես ինչ խնդիրներ կա, որը կարա գա ու քեզ ճնշի։ Երբ որ այդ մտքերը գալիս է, ես առաջի երթին ասում եմ, հələ մի հատ լռիր, որովհետև դու չպետք է ինձ ասես, թե ով է Աստված իմ կյանքում։ Ես ճանաչում եմ այդ Աստծուն։ Այդ Տերը լուսավորել է իմ միտքը, իմ կյանքը, ու այդ Տիրոջ փառքը ես ամեն օր տեսնում եմ։ Այդ Տիրոջ փառքը ամեն օր երևում է իմ կյանքում։ Ոնց կարող եմ ես ուրանալ Աստծուն, հետո դու ինչ որ մի պատկեր ես ներկայացնում։ Այդ ծրարը վերցրեցի, սիրելիներս, դրեցի մեքենայիս կողքի նստարանին, մատս մեկնեցի դեպի այդ ծրարը ու սկսեցի հռչակումներ անել։ Հիսուս Քրիստոսի անունով դու իմ կյանքում իշխանություն չունես։ Տեր իմ Աստված, թող արգելվի գողի ավազակի գործը իմ կյանքում ու քանդվի ու երբեք այս աշխարհը գողը սատանան չկարողանա ինձ ճնշել ու գողանալ ինձանից։ Ու երբ որ ես մատս տնկեցի ու սկսեցի աղոթել, երրորդ օրը հետաքրքիր ձևով Տերը սրտից մի բան դրեց։ Հիմա ուզում եմ այստեղ մի փոքր նորից հետ դառնամ, երբ որ խնդիրը կանգնում է քո առջև, քայլը քոնն է։ Դու հավատքով կքայլես, թե կնայես իրավիճակներին ու կընկճվես։ Դու կպարտվես, կհանձնվես, թե կնայես այդ իրավիճակին ու կհռչակես Տիրոջ կատարյալ խոսքը։ Երբ որ նայում ես իրական փաստին, ինքը իրականություն է եւ փաստ, եւ անհրաժեշտ է, որ գիտակցես ու հասկանաս քո մարդկային հավատքով մոտենաս դրան, թե այն գերբնական աստվածային հավատքով, որ Հիսուս Քրիստոսը ասեց։ Մարդկային հավատքը նա է, աչքովդ տեսածին ես հավատում, ականջովդ լսածին ես հավատում, շոշափելի բոլոր այդ բաներին ես հավատում, դա մարդկային հավատքն է։ Իսկ աստվածայինը նա է, որ չի երևում, քո ուժերից վեր է, դու չգիտես կկարողանաս լուծես, թե ոչ, բայց հավատալով ու վստահելով Աստծո խոսքին, դու հավատքով սպասում ես Տիրոջ խոստմունքներին։ Այդ դա է գերբնական հավատքը։ Ու ես ձեռքս տնկեցի, աղոթեցի, քանդեցի սատանայի բոլոր գործերը եւ երրորդ օրը Աստված հետաքրքիր ձևով մի հայտնություն տվեց, ասաց վերցրու ու զանգի։ Այդտեղ համար կար գրված, վերցրու ու զանգի։ Ու ես վերցրեցի, զանգեցի ու շատ համարձակ հետները խոսեցի, ասացի գիտեք ինչ կա։ Էլ ես հասցեով չուղարկեք ոչ մի նամակ ու չզանգեք, որովհետեւ սրա հարցերը 5 տարի առաջ լուծվել է։ Երեխեք, այդ օրվանից դադարեց ու դադարեց։ Ոչ զանգեցին, ոչ գրեցին, ոչ էլ ես կկարողանայի այդ հարցը լուծել, եթե չլիներ Տիրոջ գերբնական հավատքը ու վստահությունը առ Աստված։ Դրա համար խոսքը ինչ ասում, հալածանքներ կլինեն, բայց սիրելիս ուզում եմ շարունակեմ 35 խոսքից։ Ասում է ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Դեն մի գցեք ձեր վստահությունը առ Աստված, որովհետև մեծ վարձքի հատուցում ունի։ Ինչ է նշանակում մեծ վարձք։ Եթե դու հավատքով համառորեն կանգնած ես, վստահում ես Տիրոջ խոսքին ու քո վստահությունը չես կոտրում, վստահությունը չի դադարում Աստծո խոսքի համաձայն, ու դու Աստծո խոսքով շարժվում ես համառորեն առաջ, ապա ասում է մեծ վարձքի հատուցում ունի։ Մեծ օրհնություն է սպասում։ Այն, որ դու չես տեսնում։ Այն միգուցե որը հիմա չես շոշափում, բայց այդ մեծ օրհնությունը, մեծ վարձքը սպասում է քեզ։ 36 խոսք ասում է, որովհետև համբերություն է պետք ձեզ։ Այս համբերությունը պետք է իրական։ Այնքան անհամբեր ենք։ Մենք շատ բաներ կա միանգամից ենք ուզում։ Այսօր եկել եմ Աստծուն։ Այսօր եւ այդ ուզում եմ Աստված իմ կյանքում գերբնական հրաշք անի։ Եկեք մի քիչ համբերենք ու վստահենք Աստծուն։ Ու քայլ առ քայլ
Աստված մեզ այդ իրավիճակներից կհանի։ Բայց հավատաս, չդադարես հավատալուց։ Ասում եմ, որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքները ստանաք։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է, կգա եւ չի ուշանա, բայց արդարը հավատքից կապրի։ Եվ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Ասում արդարը հավատքից է ապրում։ Արդարը հավատքից է ապրում։ Մենք հավատքով ենք արդարանում, սիրելիներս։ Աստվածաշունչը Եբրայեցիների այս գլուխը, որ կկարդաք, 11-րդ գլուխը, 10-րդ գլուխը, կտեսնեք, որ գրված է հավատքի մարդկանց մասին, թե ոնց Նոյը հավատքով կառուցեց տապանը ու փրկվեց, թե ոնց Աբրահամը հավատքով գնաց Աստծո խոսքի ետևից ու դարձավ ազգերի հայր։ Եվ բազմաթիվ բաներ կտեսնես այդտեղ։ Էնպես որ արդարը հավատքից է ապրում։ Եվ եթե ասում եմ մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ քաշվողներիցը չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Փառք Տիրոջը։ Կա մարդ, որ ուզում է հետ գնա աշխարհ։ Իրականում հետ պահելու համար, ետ նահանջելու համար Սատանան ոչ մի բան չի խնայում, գիտեք, չէ՞։ Ամեն ինչ անում է, որ դու հետ գնաս։ Ամեն ինչ անում է, որ քեզ կանգնեցնի։ Ամեն ինչ բառից բուն իմաստով։ Ինֆորմացիոն դաշտում, ինչ որ խոսակցություններ, թեմաներ, խնդիրներ, տարբեր բաներ, Սատանան դրա մասնագետն ամեն ինչ անում է, որ քեզ հետ կանգնեցնի։ Ամեն կողմից փորձություններ է բերում։ Ու շատ ժամանակ մեզ թվում է, թե շատ դժվար է։ Ինչի եմ ասում թվում է։ Եթե ասեմ շատ դժվար է, կասես իրականում դժվար է։ Բայց դա թվացյալ դժվարություն է, սիրելիս։ Թվում է, թե դժվար է։ Հիսուս Քրիստոսը միջև կհամբարձվեր երկինք, ինքը իր աշակերտներին մի հատ յուրահատուկ խոստմունք տվեց, շատ կարևոր խոստմունք տվեց։ Քեզ թվում է, թե դժվար է, բայց Հիսուսը այդ խոստմունքը տվեց։ Ու դա գրված է Հովհաննեսի 14-րդ գլխում, 15-րդ խոսքից։ Ասում է, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեք։ Եթե Հիսուսին սիրում ենք, եկեք Հիսուսի պատվիրանները պահենք։ Եվ ես Հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել, որ չի տեսնում, աշխարհը չի տեսնում եւ չի ճանաչում նրան, բայց դուք ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի, բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ամեն ինչ, որ ձեզ ասեցի։ Ասում եմ, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, ես գնում եմ ձեզանից, բայց իմ փոխարեն կաղաչեմ, որ Հայրը ուղարկի ձեզ մխիթարիչին, Սուրբ Հոգուն, որը կգա, կբնակվի մեր մեջ, մինչև աշխարհի վերջը, մեզ կմխիթարի, մեզ կսովորեցնի, մեզ կառաջնորդի։ Անենց որ սիրելիս, եթե քեզ թվում է, թե դու մենակ ես, եթե քեզ թվում է, թե քեզ համար դժվար է ու անհնարին, ուրեմն իմացի մի բան. Տիրոջ Հոգին բնակվում է Տիրոջ խոսքը պահողների մեջ։ Հիմա հարց եմ ուզում տամ. Տիրոջ Հոգին բնակվում է քո մեջ։ Դու պահում ես Տիրոջ խոսքը քո կյանքում։ Դու լցվում ես Տիրոջ խոսքով։ Շատ կարևոր է սա, սիրելիներս, որովհետև գրված է, ովքեր ինձ սիրում են, իմ խոսքը, իմ պատվիրանները պահում են։ Անենց որ թանկագինս, շատ կարևոր է, որ մենք մնանք Տիրոջ խոսքի մեջ ու Տիրոջ Հոգին էլ գա ու բնակվի մեր մեջ, որը միշտ քեզ կմխիթարի, քեզ կբարձրացնի եւ քեզ կսովորեցնի։ Ամեն։ Հովհաննեսի 15-րդ գլուխ 7-րդ խոսքում գրված է այսպես, ասում է, եթե մնաք ինձանում եւ իմ խոսքը ձեզանում մնա, ինչ որ էլ կամենաք կխնդրեք եւ
կլինի ձեզ։ Ինչ է նշանակում ինչ որ կամենաք կխնդրեք ու կլինի ձեզ։ Չէ որ մենք ունենք խնդրված կար Աստված։ Համաձայն եք։ Չէ որ մենք աղոթում ենք Աստծուն, խնդրում ենք Աստծուն, որ մեր կյանքի դժվարություններն ու իրավիճակները փոխվեն, թե չէ։ Ու հետաքրքիր մի բան, կան ընդհանրապես աղոթքը կամ աղոթող մարդը կամ աղոթելը դեռ նշան չի հավատացյալի կամ հավատքով մարդու։ Մարդը կարող աղոթի, բոլորն են աղոթում։ Բայց ոնց ենք աղոթում։ Հավատում ենք մեր աղոթքներին, թե ոչ։ Այնքան աղոթքներ եմ լսել, աղոթեց, վերջացրեց, ասում եմ, իսկ դու ինչ որ աղոթեցիր, հավատում ես։ Ասում եմ, դե չէ, գրված ա տենց ասեցի, հիմա Տերը եթե կամենա կլինի։ Ասում եմ, բայց ինչի ասեցիր, Տերը գիտի այդ խոսքերը։ Այդ խոսքերը դրված չի նրա համար, որ մենք կրկնենք, այդ խոսքերը նրա համար, որ մենք հավատքով բարձրացնենք մեր աղոթքը առ Աստված։ Ասում եմ, եթե մեկը ինձանում է եւ իմ խոսքերը ձեզանում մնան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք եւ կլինի ձեզ։ Եվ հաջորդը դա եք ինչ ասում, Մարկոսի 11:24-ում ասում է, սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ասում է, հավատքը գիտեք որն է։ Չերևացած բաների հաստատությունն է, այսինքն այն ինչ որ չի երևում։ Դու չունես, չգիտես, չես տեսնում հլը դեռ, բայց աղոթքով գալիս ես Տիրոջ առաջ ու հավատքով խնդրում ես լցված Տիրոջ խոսքով։ Ասում է, հավատացեք, որ կառնեք։ Հիշում եք Աբրահամին ու Սարային։ Աբրահամն ու Սարան տարեց մարդիկ էին ու մենք լավ գիտենք այդ պատմությունը, որ երեխեք չէին ունենում։ Երիտասարդ հասակից բազմաթիվ անգամ ցանկացել են, փորձել են, բայց երեխաներ չեն ունեցել։ Ու արդեն դարել էին տարեց մարդիկ ու արդեն իրանց հույսը կտրել էին։ Հույսները կտրվել էր։ Դե եթե երիտասարդ հասակում չէր լինում այդ տարեց ժամանակ, որ արդեն գրված է 75 տարեկան, 80 տարեկան, էլ ինչ պիտի ունենան։ Այսօր մենք էլ ունենք մեր կյանքում չծնված երազանքներ, խնդիրներ, որ դեռ լուծում չունեն, հոգս, բեռ, հարցակումներ, ու մեզ էլ թվում է, թե էլ երբեք դրանք չեն փոխվի, երբեք էլ մեր երազանքները չեն ծնվի, բայց Եբրայեցիների 11-րդ գլխի 11 խոսքում հետաքրքիր բան ասում։ Ասում է, հավատքով Սարան ինքն էլ սերմը առնելու զորություն ընդունեց եւ տարաժամ հասակի մեջ որդի ծնեց, որովհետեւ հավատարիմ համարեց խոստացողին։ Մեկ անգամ Տերը հայտնվում է նրանց, երբ որ նրանք արդեն 70 անց էին, ու Տերը ասում է, դուք երեխա եք ունենալ։ Կվանվի այն ինչ որ դուք փափագում եք երիտասարդ տարիքից։ Ու գրված է, որ Սարան ծիծաղեց, չհավատաց։ Բայց անցավ 1 տարի ու Սարան տեսավ իր պտուղը։ Քո կյանքում չգիտեմ ինչ խնդիր ունես, բայց մի մտածի, թե 1 տարի կամ ավելի շատ Տերը գիտի։ Բայց ինչ որ պետք է դու իմանաս, հավատքով ընդունի Տիրոջ խոստմունքը եւ այդ զորությունը ընդունի եւ իմացի, որ հավատարիմ է խոստացողը։ Աստված երևաց Սարային ու Աբրահամին։ Աստված հայտնվել է մեզ իր խոսքի միջոցով։ Ու այս խոսքը Տիրոջ թանկ ներկայությունն է, որ կա այսօր մեր կյանքում։ Միգուցե ասում ես, այ այն ժամանակ ծնված լինեի, տեսնեի կհավատայի։ Հիսուսը ասեց, երանի նրանց, որ չեն տեսել ու հավատում են։ Երանի քեզ, սիրելիս, որ այս խոսքը քեզ համար կենթանի զորություն է, երկնքից իջած, Տիրոջ թանկ ներկայությունն է։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, եթե լցվես այս խոսքով, եթե վստահես, գրված ասում է, եւ Սարան ինքն էլ
սերմը առնելու զորություն ընդունեց եւ տարաժամ հասակի մեջ որդի ծնեց, որովհետև հավատարիմ համարեց խոստացողին։ Սիրելիս, քո կյանքի խնդիրները չեն լուծվում, որովհետև այս խոսքը քեզ համար միայն խոսք է։ Վստահի այս խոսքին, հավատա այս խոսքին, հավատա այն խոստմունքներին եւ խոստացողին, որ շուտով ինչ որ քո սրտում հավատքով խնդրում ես, դա կդառնա իրականություն։ Մի 12 տարվա տեռատես կին կար։ Այդ պատմությունն էլ է շատ ուժեղ։ Մատթեոս 9-րդ գլխի 20-ից 22 խոսքերում է գրված։ Գրված է մի կին, որը 12 տարի հիվանդությամբ տառապում էր, անբուժելի հիվանդություն։ Չգիտեմ, եթե ունես ինչ-որ մի հիվանդություն ու արդեն երկար ժամանակ է քեզ անհանգստացնում է, այս խոսքը վերցրու։ Մի կին, որը 12 տարի, 1 ամիս, 2 ամիս չի, 1 տարի չի, 12 տարի, այս կինը տառապում էր ու այս պատմությունը գրված է, ասում է, որ այս կինը ինչ ասես, ում մոտ ասես, գնացել էր ու իր ամբողջ ունեցվածքը վատնել էր տալով բժիշկներին, հեքիմներին, որպեսզի բուժվի, եւ ասում է գնալով ավելի վատն էր գնացել։ Դա մեր մարդկային հավատքն է, սիրելիս, որ մենք մեր մարդկային հավատքով ամեն բան անում ենք, որ խնդիրները լուծենք։ Սիրելիս, Հիսուս Քրիստոսն ասեց, աստվածային գերբնական հավատքը ունեցեք, որը թաքնված է Տիրոջ խոսքի մեջ։ Ով որ կընդունի այս խոսքը, կվստահի ու հավատքով կսպասի Տիրոջ զորությանը, աստվածային գերբնական հավատքը կսկսի գործել քո մեջ։ Այս պատմությունը զորավոր է, ասում է, այս կինը տառապում էր, տանջվում էր ու անցան տարիներ, 12 տարի, եւ մի օր լսեց մեկի մասին, ում անունն է Հիսուս Քրիստոս։ Մի օր լսեց, որ կա մեկը, որի անունն է Հիսուս Քրիստոս, ու Հիսուս Քրիստոսը շատ հիվանդների բուժել է։ Ու Հիսուս Քրիստոսը շատ անդամալույսների ոտքի է կանգնացրել, նույնիսկ մահացած մարդկանց հարություն տվել։ Հռոմեացիների 10-րդ գլխում ասում է, հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Չկար այն ժամանակ Աստվածաշունչ, չկար կենթանի Աստծո այս ներկայությունը, որ այսօր ունես դու, սիրելիս։ Դու ավելի զորավոր ես, քան այն կինը, որ այն ժամանակ լսեց մարդկանցից, որովհետև Հիսուս Քրիստոսի համբավը տարածվում էր ամենուր, որովհետև Հիսուսը ուր գնում էր, հրաշքներ էր տեղի ունենում։ Այս խոսքը ում տուն որ մտնում է, հրաշքներ է տեղի ունենում։ Այս խոսքը ում սրտի մեջ որ տեղավորվում է, պտուղ է տալիս։ Սիրելիս, ու գրված է, որ այս կինը լսեց, ու եկեք կարդանք Մատթեոս 9-րդ գլուխ 20-ից 22 խոսքերը։ Եվ ահա մի 12 տարվա տեռատես կին, որ լսել էր Հիսուս Քրիստոսի մասին, ասում է, ետևիցը մոտ գալով նրա հանդերձի ծայրին գպավ, որովհետև շատ կարևոր է, ուզում եմ ուշադրություն դարձնենք, որովհետև իր մտքումը ասում էր, եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կփրկվեմ։ Եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կփրկվեմ։ Հավատք։ Մարդկային հավատքը ամբողջովին կորուստ էր, բայց երբ որ գերբնական հավատքը ընդունեց Աստծո, հավատաց, որ եթե միայն նրա հանդերձի ծայրին կպչեմ, կբժշկվեմ։ Սիրելիս, եթե միայն այս խոսքին հպվես, քո կյանքը կսկսի փոխվել։ Եթե միայն հպվես, մի սպասի երկնքից, չգիտեմ ինչեր կլինեն։ Մի սպասիր երկնքից ինչ որ նշաններ, կրակ, չգիտեմ ինչեր ես դու սպասում։ Հրաշքը քո սրտի մեջ է, որ սպասում է Տիրոջ խոսքին։ Հրաշքը քո սրտի մեջ է, որ սպասում է այն գերբնական հավատքին, որ չես տեսնում, բայց հավատում ես։
որ չունես, բայց վստահում ես, հույս ունես, հույսը չի կտրվում, ու դու այդ հույսով ու հավատքով գալիս ես Աստծո առաջ, որը ներկա է աստեղ, գալիս ես Տիրոջ մեջ, խոնարեցնում ես քո անձը, քո ես ու ասում ես, ահա ես Տեր, հավատում եմ, որ հպվես և քո խոսքը մտնի իմ սրտի մեջ, ամեն բան կփոխվի, հավատում եմ, որ ես բժշկված եմ, Տեր շնորհակալ եմ, որ ես բժշկված եմ, հավատում եմ, որ իմ հոգսերն ու խնդիրները քանդված են Հիսուս Քրիստոսի Փրկչի անունով, Տեր շնորհակալ եմ, որ իմ հոգսն ու բեռը վերցրել ես և տվել ես քո քաղցր խոսքը իմ կյանքի համար որպես դեղ ու դարման, ես հավատում եմ, որ դիվական ամեն ազդեցությունները, որ ճնշում են ինձ, քանդված է իմ կյանքից, իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, Տեր շնորհակալ եմ, որովհետև քո Սուրբ Հոգին բնակվում է իմ մեջ, և ես քոնն եմ, այս կինը երբ որ հպվեց, բժշկվեց ու Հիսուսը ասաց, ինչ որ մեկը ինձ կպավ, ու երբ որ ետ դարձավ Հիսուսը և նրան տեսավ, ասաց, քաջացիր դուստր, քո հավատքը քեզ ապրեցրեց, և կինը ազատվեց նույն ժամին, քո հավատքը քեզ կյանք է տալիս, սիրելիս, քո հավատքը հարություն է տալիս են մեռած երազանքները, որ եղել են քո կյանքում,